Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է եթերում եւ այսօր ես ունեմ մի հետաքրքիր հյուր, սիրված լրագրող, հանրային գործիչ եւ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն Նայիրի Հովիկյանն է իմ հյուրը։ Ողջույն Նայիրի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եւս։ Նայիրի պետք է խոսենք, թե ինչ է կատարվում մեր երկրի շուրջ եւ այն ինչ կատարվում է խիստ մտահոգիչ է։ Մեղմ է նույնիսկ ասելը խիստ մտահոգիչ է։ Երեք ես պատրաստվում էի հարցազրույցին քո Facebook-յան էջը այսպես նայեցի եւ մի շատ հետաքրքիր գրառում աչքս զարնեց, ինչպես ասում են, ուզում եմ հենց դրանից էլ սկսենք։ Մեջբերեմ քո խոսքից, ասում ես՝ մի զարմացեք ոչ մի բանից, որովհետև անբարոյականությունը սահմաններ չունի։ Դեպ այդ գրառումը ձեր մեր եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրողությունների մասին էր։ Ես պիտի ասեմ, որ մեր ժողովուրդն էլ կարծես Նայիրի բոլորը սկսել են հենց այսպես մտածել, որ անբարոյականությունը սրանց սահմաններ չունի եւ մարդկանց հետ երբ խոսում ես, ասում են՝ դե հա, եւ ՔՊ-ից, եւ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ հնարավոր է լսել եւ ամեն ինչ սпасելի է, հա, բայց դրանով հանդերձ չգիտեմ դա լավ է թե վատ, որ մենք բոլորս այդ զգացողությունների մեջ ենք արդեն կամ այդպես ենք մտածում, բայց դրանով հանդերձ միևնույն է հարցը հնչում է, լավ, մինչեւ ուր անբարոյականությունը կարող է շարունակվել, այս խայտառակությունը, մինչեւ ուր, հա, որովհետեւ չգիտեմ, քո ասած սահմանները ուզում եմ հասկանանք, հա, այդ կարմիր գծերը չկան։ Եկեք եկեղեցու պահով հասկանանք նախ մինչև ուր են ուզում սրանք գնալ։ Ես ամիսներ առաջ մի միտք էի հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ամենևին էլ նպատակ չունի վեհափառին հեռացնել ամենայն հայոց կաթողիկոսի գահից, ինչքան էլ որ զարմանալի թվա, որովհետև ինքը լրիվ այլ բան է ասում, բայց գոնե մինչև առաջիկա ընտրությունները իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը որևէ գործնական քայլ չի անելու վեհափառին այսպես կաթողիկոսի աթոռից հեռացնելու համար։ Ինչու՞։ Կհարցնեք բնականաբար։ Ուզում եմ հարցնել, բայց այնինչ անում է, դրան չի տանում։ Այնինչ անում է կոնկրետ ունի մեկ նպատակ՝ հնարավորինս թույլատրել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ երկրորդ նպատակը կատարել մեր թշնամիների պահանջները։ Տեսեք, պայմանական։ Կներեք, նպատակը միայն վարկաբեկելն է։ Դեռ գահին պահելով վարկաբեկել մինչև վերջ։ Դա հաջորդ քայլն է։ Հիմա կաթողիկոսի գահին լինելը իր համար ավելի կարևոր է, քան չլինելը։ Ասեմ ինչու։ Տեսեք, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը եւ նրա մանկլավիկները անընդհատ բարբաջում էին այն մասին, որ, չգիտեմ, նախկինները 30 տարի թալանեցին, Ռոբերտ Քոչարյանը օրինակ Արցախը տվեց Թուրքիին, Սերժ Սարգսյանը էս արեց, այն մեկը այն արեց եւ այլն, եւ ժողովրդին մշտապես կերակրել են այդ կորեկով ու ժողովրդի որոշակի հատված հավատում էր, որ օրինակի համար այն ամենահիմար թեզը որ կա, որ դեռ 2000-ականներից պայմանավորված են եղել իբր թե Քոչարյանն ու Ալիևը, որ պիտի իբր թե Արցախը տային, բայց այդպես չգիտես ինչու Ալիևը չէր ուզում, ասում էր թող Նիկոլը գա, Նիկոլը տա։ Մոտավորապես այսպիսի հիմար բաներ են, չէ՞ ասում։ Պարզ է, որ ժողովուրդը գլոբալ առումով արդեն հասկացել է, թե ինչ աստիճանի հիմարություն է իրեն անընդհատ ասվել։ Հիմա ժողովուրդը գուցե ինչ որ մի հատված օրինակ շարունակում է չսիրել, չընդունել նախկին իշխանություններին եւ այլն, բայց ժողովուրդը ընդհանուր առմամբ հասկանում է, թե ինչ տեսակի անբարո քաղաքական իշխանության հետ գործ ունի, իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ հասկանում է, որ սրանք ոչ թե հայկական շահի համար են եկել իշխանության, այլ Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի, Թուրքիայի քաղաքական շահերը եւ տնտեսական շահերը այստեղ սպասարկելու համար։ Եվ հետեւաբար ինչ է Նիկոլ Փաշինյանին հիմա մնում անելու։ Պայմանական համարենք, որ ինքը հասավ նրան, հասկանում ենք, չէ, որ օրինակ կարող է իր ԱԱԾ-ին ուղարկել, ինչքան էլ մենք դիմադրենք, ասենք թեկուզ մի 10 հոգի էլ սպանեն Նիկոլի ԱԱԾ-ն, ոստիկանությունը եւ այլն, հասնեն վեհարան եւ վեհափառին ձերբակալեն։ Կարող են, չէ։ Կարող են, բայց գուցե կա կաշկանդիչ ինչ որ բան, չգիտեմ, կա միջազգային հանրություն, թե դա այլևս վաղուց դադարել է։ Միջազգային հանրությունը, որը Վենսը, այն համասեռամոլ բաները, այդ չգիտեմ ինչ են կոչվում Եվրոպայի առաջնորդները, ով է միջազգային հանրությունը։ Հա, այստեղից ինքը կաշկանդում չունի, մանավանդ հակառակ ուզում են իրեն պահել։ Իր կաշկանդումը հետևյալն է, պայմանական համարենք ինքը ձերբակալեց եւ հեռացրեց կաթողիկոսին, չէ՞։ Ուրիշ ինչ ասելիք է ունենալու։
Հա, թիրախ է պետք իրեն։ Որտեղից է կարճելու։ Իրեն պետք է մի թիրախ, որ անընդհատ փորձի վարկաբեկել։ Բայց պիտի ասեմ, դա էլ է ձախողել, որովհետև տեսեք, մեր վեհապարին ամեն տեսակի փորձեցին պիտակավորել, չի ազդում ժողովրդի վրա գլոբալ առումով չի ազդում, որովհետև ժողովուրդն ինքն էլ արդեն որոշակի իմունիտետ է ձեռք բերել, հասկացել է գիտակցաբար, թե ենթագիտակցաբար, որ գործ ունի, չգիտեմ, ինչ որ մի պիղծ արարածների հետ եւ ուղակի պիտի հանդուրժի։ Անկամ Վայոց ձորում ես ՔՊ-ականների հետ եմ շփվել չիմանալով, ուղակի չիմանալով, որ իրենք ՔՊ-ականներ են, այլ նաեւ պաշտոնյաներ։ Ընթացքում խոսում ենք, իրենք իզնից շատ էին Նիկոլի այս պիղծ արարքները քննադատում եւ այսպես կոնկրետ անվանում տալիս, հատկապես եկեղեցու դեմ եւ այլն, ու շատ պատահաբար իմացա, որ այդ մարդիկ ՔՊ-ի պաշտոնյաներ են։ Ու երբ որ ես հարցնում եմ, բա այդ ոնց։ Չէ՞ որ դուք հիմա պիտի դեբիլ լինեիք, ասում եմ, չէ, դե մեր մեջ էլ կան խելոք մարդիկ, հասկացող մարդիկ։ Հետաքրքիր օրինակ բերեցիր, բայց ես ուզում եմ նաև հետևյալը հասկանանք, հա, իմ մոտ երբեմն այն տպավորությունն է նայելի, որ ինքը այսպես որ շատ սուր վարկաբեկիչ խոսքեր է ասում, տարբեր ուղղություններով մեր ազգային արժեքների ինքնության հետ կապված հիմնա թիրախում եկեղեցին է մեր հոգևոր առաջնորդներն են։ Կարծես միտումնավոր այդ ծաղրելով խաղում է մեր ինքնասիրության հետ եւ ներքին հակասություններ հրահրելու քաղաքացիական պատերազմ օրինակ նպատակ ունի։ Չես կարծում, որ իր համար դա բավական ձեռնտու իրավիճակ կարող է լինել։ Ներսում իրավիճակ կարող է այսպես լարվածություն ստեղծվել մանավանդ ընտրությունների նախաշեմին, ինքն էլ երևի թե ասում ես ՔՊ-ում էլ կան դժգոհողներ, երևի համոզվել է, որ իր ընտրության հարցը բավական վերընտրության հարցը բավական կարող է խնդրահարույց լինել, իր համար ձեռնտու կլինի ներքաղաքական լարվածություն, քաղաքացիական պատերազմ, բախումներ, ընտրությունների հետաձգում, մինչև ինքը իր հրեշավոր ծրագիրը քայլ առ քայլ կատարի։ Ինչ կարծիք ես։ Ես այս մասին կարծեմ հոկտեմբեր ամսին եմ որոշ բաներ ասել, բայց ոչ թե ներքաղաքական կամ քաղաքացիական պատերազմի առումով, այլ հայ-ադրբեջանական բեմադրված պատերազմի առումով, դրա համար նախապատրաստական բոլոր քայլերը հրեշն արել է։ Մասնավորապես տեսեք, հիմա եթե ուշադրություն դարձնում եք, Նիկոլ Փաշինյանի պաշտոնյաները խոսում են այսպես կոչված նոր սահմանադրության տեքստի մասին, որ իրենք մինչև մարտ ամիս ավարտելու են նոր սահմանադրության տեքստը։ Դա Ալիևի սրտի սահմանադրությունն է, որը մեզ հայերիս, մեր երկիրը այդ սահմանադրությունը, որ իրենք գրում են, դարձնում է ինչ-որ մի հատ բանանային, չգիտեմ ինչ, բանանի կեղև մոտավորապես, որը ոչ ազգային ինքնություն ունի, ոչ ազգային կրթություն ունի, որտեղ վաղը չէ մյուս օրը բոլորին կստիպեն, որ պետք է օրինակ եկեղեցով օրինակ ամուսնանան համասեռամոլները, բոլոր տեսակի պիղծերը, Արցախից հրաժարում, Արևմտյան Հայաստանից հրաժարում, Արարատ պիտի չտեսնենք, այդ սահմանադրությունը, այդ բոլոր հնարավորությունները ստեղծելու է։ Սրանով սա ինչի մասին է խոսում, ինչու է Իլհամ Ալիևը կամ Էրդողանը այդքան տագնապած, որ անպայման պիտի մենք փոխենք սահմանադրությունը, հրաժարվենք մեր ազգային սահմանադրությունից։ Թեպետ գործող սահմանադրությունն էլ անթերի չի, լիքը խնդիրներ ունի ու Սերժ Սարգսյանը ժամանակին այսպես կարեց սահմանադրություն Նիկոլ Փաշինյանի համար։ Այս սահմանադրությունը ունի բազմաթիվ թերություններ, բայց գոնե մի քանի կարևոր սկզբունքներ կան, որոնք ազգայինը պահում են։ Դա անկախության հռչակագիրն է, դա ցեղասպանության միջազգային ճանաչումն է, Արցախն է եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչից ուզում են ազատվել, էլի։ Այո։ Դե մարդիկ, որոնք չունեն կենսագրություն, պիտի ազգին էլ փորձեն զրկել կենսագրությունից։ Հիմա վերադառնանք ձեր կոնկրետ հարցին, թե ինչ է ներքին բախումներ։ Իմ համոզմամբ տեղեկություն չունեմ այդ մասին, ուղղակի այսպես իրար կողքի դնում եմ երևույթները, իրողությունները եւ փորձում եմ նաեւ հայտարարությունները, տողերի արանքում ասված մտքերը այսպես փորձել վերլուծել։ Իմ համոզմամբ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի ընտրությունների զուգահեռ նույն օրը անցկացնելու է նաեւ սահմանադրական հանրաքվե, ինչը Նիկոլի համար վաբանկ է։ Ընդհանրապես Նիկոլին ճանաչողները, բայց կարծում եմ դու էլ ես իրեն ճանաչում, համենայն դեպս աշխատել ես հետը եւ չես աշխատել։ Չէ։
Բարեբախտաբար ոչ, նա բայց հեռազորագանն է աշխատել։ Դե որպես լրագրողի շատ լավ եք ճանաչել, այո։ Այդպես ես էլ եմ աշխատել իր հետ, նկատի ունեմ նույն ժամանակաշրջանում։ Իհարկե աշխատանքային հարաբերություն չեմ ունեցել, բայց շփում ունեցել եմ ավելին վեճ եւ ընդհանուր մինչեւ պատմել եմ այդ հայտնի բախման մասին։ Նիկոլ Փաշինյանը իր էությամբ ինքը բախման գնացող մարդ է, վաբանկի գնացող մարդ է։ Ինքը գնում է նրան, որ ինքը կամ կկործանվի, կամ կհաղթի։ Որպես կանոն խելագարները այսպիսի բաներ անում են։ Հիտլերն էլ էր այդպիսի բան անում եւ մնացած բոլոր խելագարները այդպիսի բան արել են եւ դրանով են իրենք հաջողության հասել։ Որովհետեւ խելացի մարդը, հասկացող մարդը ինքը չի գնա օրինակ բազմաթիվ հարյուրավոր, հազարավոր մարդկանց սպանությունների։ 2008 թվականի մարտի 1-ին, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն ասում էր հոգիս փառավորվեց, որ տեսնում եմ այս արյունը, այսինքն ինքը ոգևորված էր, որ տեսնում էր իր հայրենակիցները մահանում են, սպանվում են։ Սա նաև մանկությունից եկող տրավմա է, որը հոգեբուժները հետագայում պիտի երբ որ ինքը կլինի հոգեբուժարանում, իրեն կօգտագործեն հասկանալու համար, թե ինչպիսի տրավմաների հետևանքով, ինչպիսի մարդիկ են մեծանում եւ չարիք դառնում ազգի պետության գլխին։ Սա հատուկ փորձարկման փորձանմուշ է, որ պիտի Հայաստանից դուրս չգա այս փորձանմուշը եւ հատուկ հայ հոգեբուժները պիտի սրա վրա լուրջ փորձ ձեռք բերեն։ Դառնան համաշխարհային այսպես հանճարեղ հոգեբուժներ սրա վրա։ Կարծում եմ կներես նաև ընդհատեմ դրսում են դա տեսել, ճանաչել իրեն, որ 2018-ին մատուցեցին։ Դրսում ես կարծում եմ, որ բրիտանացի գիտնականները հայտնի դեռ 2000-ականներից իր վրա այդ փորձարկումներն արել են եւ դրանով են դարձել բրիտանացի գիտնականներ։ Հիմա ինքը ի վերջո գամ կոնկրետ հարցին։ Ինչ է անում։ Եթե ինքը գնաց միաժամանակ հանրաքվե եւ ընտրություն։ Հանրաքվեն իր համար շատ դժվար բան է, որովհետեւ ի տարբերություն ընտրության, որը պարզ մեծամասնությամբ են հաղթում, հա, 50+1%, հանրաքվեն այդպես չի։ Հանրաքվեի կա կոնկրետ մասնակցության թիվ, կողմ ձայների թիվ, նվազագույն շեմ եւ այլն եւ այլն եւ այլն, որը ինքը չի կարող ապահովել այդքան մեծ քանակի կողմ ձայներ։ Հիմա թիվը ես հստակ չգիտեմ, բայց բավական շատ է։ Ավելի շատ է, քան Նիկոլ Փաշինյանի հնարավոր կողմ ձայները, որ ինքը կարող է ստանալ։ Եվ այս համատեքստում ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը իրոք գնում է իր համար լինել չլինելու կռվի։ Ինչու՞։ Եթե ինքը օրինակ ընտրություններում կարողացավ ընդդիմությանը բանտերը լցնել, սպանել եւ այլն ժողովրդին ծեծելով, սպանելով, ջարդելով տանել ընտրության կամ բացահայտ ընտրակեղծիքներով լցոնումներ անել եւ ինքը ընտրվի եւ հանրաքվեն անցկացնի, շատ լավ իր համար, Ալիևին կասի, տես եղբայր ջան, ես քո ուզածն արեցի, ինքը կմնա վարչապետ, սահմանադրությունն էլ կապ չունի ինչպես աշխարհի աչքի առաջ նույն եվրոպացիների այսպես ծափահարություններով կասեն ոչնչացրինք հայ ժողովրդին, ամեն ինչ շատ լավ է։ Ու ինքը հետագայում ինչ էլ որ անի մեր պետականության գլխին, կասի ժողովուրդն է սահմանադրությունը ընդունել։ Ինչպես որ 21 թվականի ընտրությունը բազմաթիվ կեղծիքներով եղավ, բայց ասում է ժողովրդի կողմից ընտրված վարչապետ։ Հաջորդ կետը, իսկ եթե հանկարծ չանցնի, իսկ եթե հանկարծ սահմանադրությունը ոչ ստանա, ձախողվի, պարզ է չէ, որ եթե սահմանադրությունը ձախողվում է, Նիկոլն էլ է միաժամանակ ձախողվում, այսինքն ընտրություններում ինքը չի կարողանում, ինքն էլ է ձախողվում, ապա ինչ է տեղի ունենում։ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ ինքը խաղաղության չի գնա, եթե Հայաստանը չընդունի նոր սահմանադրություն։ Ինչ է սա նշանակում, սա նշանակում է պատերազմ։ Ըստ Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև պայմանավորվածության, առերևույթ պայմանավորվածության, սա ասեմ ուղղակի դատարանների համար, որ հետո էլի հերթական 5-րդ դատը չբացեն, էլի։ Առերևույթ բառը կրկնում եմ, ես այն դատավորներին կամ պոտենցիալ դատի տվողներին շեշտում եմ, առերևույթ։ Ըստ առերևույթ պայմանավորվածության, եթե Նիկոլ Փաշինյանի սահմանադրությունը ձախողի, Ալիևը մի քանի օր հարձակման հրաման կտա Հայաստանի մի քանի կետերում։ Սյունիքի մարզի ուղղությամբ, Վարդենիսի ուղղությամբ, Ջերմուկի ուղղությամբ, որտեղ որ իրենք ուժեղ դիրքերում են,
այնպես չի որ կգան ինչ որ բան կգրավեն, բայց որոշակի սահմանային լարվածություն կստեղծեն։ Պայմանավորվածությունը իրենք եղբայր են, չէ՞։ Այո, ռազմական գործողությունները կանեն։ Էմիրատներում կարծեմ պաշտոնապես չամուսնացան, եղբայրացան, հա, Ալիևն ու Փաշինյանը դարձան եղբայրներ, չէ՞։ Այդպեսի մի մրցանակ ստացան։ Հա, հիմա ըստ այս եղբայրների առերևույթ պայմանավորվածության Ալիևը մի 5 հատ կկրակի, Նիկոլ Փաշինյանը ինչ կանի, Հայաստանում ռազմական դրություն կհայտարարի։ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանում ընդունված օրենսդրական փոփոխություններով ռազմական դրության պայմաններում ընտրության արդյունքները չեղարկվում են։ Այսինքն այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանը հանգիստ կարող է ասել. գիտեք ինչ, քանի որ Ալիևը կրակում է, թեկուզ եւ օդ է կրակում։ Ես ռազմական դրություն եմ հայտարարում, մեր պետականությունը վտանգի տակ է, ինչ է լինի մենք մեզ պարտված չենք համարի եւ չեղարկում է ընտրությունները։ Հիմա իհարկե կարող են լինել մարդիկ, միամիտ մարդիկ, ընդդիմությունից ասեն, ահա դու Նիկոլին միտք ես տալիս, որ այդպես անի։ Ինչպես որ օրինակ, երբ որ պարբերաբար ասում են, որ թշնամին այսպիսի բաներ կարող է անել, մենք պիտի պատրաստ լինենք, ինձ հաճախ մեղադրում են, ասում են թշնամուն միտք ես տալիս։ Ոնց որ այդ թշնամին դեբիլ է, հիմար է, մենք իրեն պիտի միտք տանք, որ ինքը անի։ Չէ, բայց պետք է հնարավոր բոլոր սցենարները աչքի առաջ ունենանք եւ հիմա հենց ես այդ եմ ուզում ասել, եթե ավարտեցիք այդ ամբողջ սցենարը։ Խոսքը ուղղված է, այս իմ ասածը ուղղված է առաջին հերթին քաղաքական ընդդիմությանը։ Այնց դա է որ ուզում իրենք հասնել։ պիտի այս սցենարը իրենց աչքի առաջ ունենան։ Այո, նայրի, ես հիմա ուզում հասկանալ, այ շատ կարևոր, հա, այսպես ուրվագծեցիր վտանգները։ Բացառված չէ, մարդ, որը ամեն ինչի պատրաստ է, այո, մենք 44 օրյա պայմանավորված պատերազմ ենք տեսել, ինչպես ոգևորեց մեր տղերքին, ուղարկեց եւ հիմա երբ հետհայացք ենք գցում, ամբողջությամբ հասկանում ենք նա ուղարկեց զոհելու համար, ուղարկեց սպանելու համար մեր տղաներին, որ เป զի այդ հզոր այդ ներուժը բացակայեր եւ 5000 լուսավոր տղերքին զոհեց, 10000-ից ավելի հաշմանդամ դարձրեց եւ հիմա ինքը իր հրեշավոր ծրագիրը հանգիստ անում է մի մասին էլ կալանավորելով, այո, կոտրելով ժողովրդի ողնաշարը, շատ ճիշտ ես ասում։ Հիմա ինքը ամեն ինչի ունակ է։ Այս քո ահավոր ես նկարագրած թվում է թե սարսափելի է, բայց մենք սարսափելիից սարսափելին ենք տեսնում։ Ինքը կարող է սա կատարել։ Հարց հետեւաբար, ինչպես պիտի սրա դեմն առնի, այսինքն ընդդիմությունն էլ պետք է իր սցենարն ունենալ։ Եթե այս հրեշավոր հերթական ծրագիրը կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ, ուրեմն ինչ պիտի անի ամեն մի ընդդիմադիր ուժ։ Դու պատկերացնում ես այդ քայլերը, այ որպեսզի ընդդիմությունը չմեղադրի քեզ, թե միտք գաղափար ես տալիս Փաշինյանին, գուցե մի միտք էլ հուշես ընդդիմադիրներին, ինչպես կանխել հա այս վտանգը։ Տես, սիրելի Արմինե, եթե ես հիմա ընդդիմադիրներին հրապարակային հուշեմ, թե ինչ է, ինչպես կարող է կանխել Նիկոլ Փաշինյանին, այդ կնշանակի Նիկոլ Փաշինյանին հուշում եմ, թե ինքը ինչպես կարող է։ Բայց կա սցենար հնարավոր հակազդեցության հաղթելու միջոցներ միշտ կան, կանխելու միջոցներ եւս կան, այնքան շատ կան։ Այլ հարց է, դու ուզում ես, որպեսզի ինքնաբավարարումից այն կողմ տեսնես իրականությունը, թե ուզում ես ժպտաս, արևային, չգիտեմ, վարդագույն ակնոցների միջից տեսնել այն, ինչ ուզում ես տեսնել եւ հետո պարտվել։ Մեր թագավորներից մեկը, եթե չեմ սխալվում, Վարազդատ թագավորը, հստակ չեմ հիշում, բայց գուցե ինչ էր անում։ Ուրեմն այնքան էր թույն խմում, հետո վրայից հակաթույն, որ ինքը արդեն իր օրգանիզմը սովորել էր, իմունիտետ էր ձեռք բերել թույնի նկատմամբ։ Երբ որ ինքը իր մրցակից թագավորներին, իշխաններին, մարդիկ, որոնք թշնամիներ էին, կանչում էր բանակցության, թունավորում էր գինին եւ ասում էր, տեսեք, քանի որ համոզվեք, որ ես չեմ թունավորել ոչինչ բան, առաջինը այդ նույն գինուց ինքն էր խմում, նոր տալիս էր, այդ նույն բաժակից տալիս էր դիմացինին, ասում էր դե դու էլ խմի։ Համոզվելով, որ այս մարդը խմես չմեռավ, իրենք խմում մեռնում էին։ Հիմա ասածս ինչի մասին է, որ ընդդիմությունը հատկապես մեր առաջատար ընդդիմադիր գործիչները, տվյալ դեպքում, ինչպես հասկանում եմ, մի քանի խոշոր ընդդիմադիր թևեր կան, տվյալ դեպքում Ուժեղ Հայաստան կուսակցությունն է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքն է, ինչպես հասկանում եմ Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստանն է, որին տարբեր քաղաքական ուժեր են միավորվում։ Գուցե լինեն նաև այլ քաղաքական ուժեր, այս պահին դեռևս այս 3 խոշորն է երևում։ Կան, իհարկե կան քաղաքական կառույցներ, որոնք
հայտ են ներկայացնում, տեսա որ Հայաքվեն է հայտ ներկայացրել, ամեն մեկը կարող է օգտագործել արդյունավետ միջոցներ հաղթելու հրեշին։ Իրականում ես ինքս չեմ հավատում, որ որևէ քաղաքական ուժ միայնակ կարող է հավաքել բացարձակ մեծամասնություն։ Ոչ թե նրա համար, որ չունի այդքան հեղինակություն։ Եթե օրինակ չլիներ Նիկոլ Փաշինյանը վարչապետ, նրա ԿՊ-ն չլիներ այս երկիրը կառավարող, իհարկե, կարծում եմ, ասենք Սամվել Կարապետյանը կարող էր եւ 70% ձայն հավաքել կամ Ռոբերտ Քոչարյանը բավական մեծ, չգիտեմ ինչքան, գուցե 50%, 40%, բայց երբ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը կեղծում է ընտրությունները, ծեծում է եւ բանտարկում մարդկանց, ձերբակալում է ընդդիմությանը, սպանում է ընդդիմությանը, ընդդիմադիր գործիչներին, ամեն տեսակի բաները, հա, այս պայմաններում ել չեմ ասում, որ մարդկանց գիտեք հիմա ոնց են Նիկոլի այն ճղճի մարարածները, այն որ մանր քպեականները են, այն մանր փոքրերը ամեն տեղ հիմա զբաղված են ժողովրդին մանիպուլացնելով, խաբելով եւ ապօրինությունների նախապատրաստման աշխատանքներով։ Այս պայմաններում սпасել, որ ընդդիմադիր որևէ ուժ կկարողանա մի այնքան համախմբել ժողովրդին, որ բացարձակ մեծամասնություն կստանա, չեմ հավատում։ Մենք խոսել ենք այդ ընդդիմադիր դաշտի համախմբման մասին եւ միշտ հանգել ենք եզրահանգման, որ ամբիցիաներն այնքան շատ են, առաջնորդ լինելու ձգտումն այնքան շատ է, որ դա միշտ խանգարել է ընդդիմադիր հատվածի համախմբմանը։ Այ հիմա դու ինչ կարծիք ես, թվեցիր կարևոր կետեր, ինչպես է վարվում այս իշխանությունը։ Այսպես իշխանություն չենք ունեցել մենք, հա, ինչքան էլ նախկինների նկատմամբ եղել է վատ վերաբերմունք, չեն սիրել, այնպես չէ որ, հա, նախկինների համար շատ, այսպես նախկիները դրական շատ բաներ են արել կամ այս ժողովուրդը շատ սիրել է, չէ, բայց այստեղ ատելություն կա, այստեղ որովհետև կա հայրենիքի հանդեպ դավաճանություն, եւ մարդիկ դա տեսնում են, դավաճանին չեն կարող ընդունել, հետեւաբար ընդդիմությունը ճիշտ պետք է աշխատի։ Չես կարծում, եթե իսկապես այստեղ հիմա շատ կարևոր մենք սպասելիքներ ունենք ընդդիմությունից։ Այդ 4 թե 5 թե 3 խոշոր դաշինքները եթե պետք է ստեղծվեն, պարտավոր են ստեղծվել նախ եւ առաջ եւ պարտավոր են գաղափարական հենքի վրա ստեղծվել, որովհետեւ գաղափարական մի քանի հարցեր կան, որոնց շուրջ ի վերջո կարող են չէ համախմբվել։ Հենց թեկուզ եկեղեցին, մեր ինքնության ուղված հարվածը, տարածքների վտանգավոր զիջման հնարավոր ընթացքը, որը մենք ակնհայտ տեսնում ենք 300,000 ադրբեջանցիներով մեր երկիրը չբնակեցնելու, հա, այդ վտանգը կանխելու նպատակադրում։ Այսինքն հիմա ինչ պետք է մենք բոլորս միասին ակնկալենք, այսինքն մեր ակնկալիքները ընդդիմադիր հատվածից է։ Չես կարծում, որ իսկապես իրենք հիմա ունեն մեծ գործ անելու բան։ Մենք էլ ենք ընդդիմադիր։ Մենք էլ ենք, հա, բայց պետք է քաղաքական ուժերին, այո։ Ես իրականում գոհ եմ այսօրվա քաղաքական զարգացումներից ընդդիմադիր դաշտում։ Եթե սրանից մի քանի ամիս առաջ մտավախություններ ունեի, հիմա ավելի հանգիստ եմ։ Մասնավորապես այն առումով, որ եթե առանձին վերցնենք Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժը ինչ է ասում, Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժն ինչ է ասում, Ծառուկյանը կարողանում է համախմբել, տեսակ որ Մայր Հայաստան կուսակցությունը Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ հայտարարեց Ծառուկյանին միանալու մասին, վստահ եմ ելի կլինեն քաղաքական ուժեր, որոնք կմիանան Ծառուկյանին, Քոչարյանին, կլինեն քաղաքական ուժեր, որոնք աջակցություն կհայտնեն Սամվել Կարապետյանին եւ այսպես։ Այսինքն այս առումով ինձ ուրախացնում է ընդդիմադիր դաշտի համակարգված աշխատանքը, այսինքն խոշոր բլոկների ստեղծումը։ Ես չէի ցանկանա, որ լիներ մեկ շատ մեծ քաղաքական ուժ, ասենք բոլորին միավորեր, որովհետև գիտեք կան մարդիկ, որոնք օրինակ Քոչարյանին կամ ասենք Դաշնակցությանը չեն ընդունում։ Եվ պարզ է, չէ՞ որ այդ մարդիկ չեն գնա Քոչարյանի օգտին քվեարկելու, բայց ընդունում են Սամվել Կարապետյանին։ Եթե նկատենք, Քոչարյանը խոսում է Արցախից, խոսում է բանակից, խոսում է Արևմտյան Հայաստանից, քաղաքական շեշտադրումներ է անում, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը խոսում է տնտեսությունից։ Սա շատ կարևոր է, այսինքն նայած թե կոնկրետ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի թիրախում տնտեսությունն է, եւ սա շատ կարևոր է, որովհետեւ մարդիկ ի վերջո ապրելու կարիք ունեն։ Երբ որ մարդկանց զրկում են ապրելու միջոցից,
Մարդիկ պիտի փորձեն մտածել ապրելու միջոցների մասին։ Ինչքան էլ դու խոսես օրինակ հայրենիքի մասին, եթե մարդը սոված է, ինքը չի կարող հասկանալ հայրենիքը ինչ է։ Վստահաբար Մասլոուի բուրգին ծանոթ եք։ Մասլոուի բուրգը շատ հայտնի մի այսպես կառույց է, որպես բանաձև է, որտեղ տալիս է, որ մարդկանց հասարակության ժողովրդի ընդամենը 5%-ն է, որ անկախ ամեն ինչից ունի հայրենիքի, ազգի, պետականության բարձր գիտակցություն։ Մնացած 95%-ին հետաքրքրում է նյութը։ Չեմ ասում այդ մարդիկ վատն են, այդ 95%-ը վատը չի, բայց այստեղ գործ ունենք մարդկային պահանջմունքների հետ։ Հիմա շատ ճիշտ է արել Սամվել Կարապետյանը, շատ ճիշտ է արել, որ ընտրել է հենց այդ ուղղությունը, տնտեսական ուղղությունը, որտեղ երբ որ մարդը տնտեսության մեջ տեսնում է իր հաջողությունը, իր փրկությունը, ինքը միանշանակ կգնա այդ ուժի հետևից, ոչ թե ինչ որ ասենք խաղաղություն դատարկ տերմինի հետևից։ Տեսեք մի օրինակ բերեմ, ինչն է ինձ դուր գալիս, երբ որ օրինակ Նարեկ Կարապետյանը ասում է փոքր բիզնեսին հարկերից ազատելու մասին։ Այս իշխանությունը, ես իհարկե տնտեսագետ չեմ եւ չեմ հավակնի տնտեսական վերլուծություն անել։ Ես խոսում եմ ժողովրդի այն պարզ հատվածի անունից եւ պարզ հատվածի մասին։ Նիկոլայն Քելեն, այսպես ասենք, փոքր բիզնեսին փորձում աջակցել, անունը այդպես են դրել եւ հայտարարել են միկրոձեռնարկատիրության մասին։ Իդեպ 5 կետերի հրապարակումից հետո մեր ձևով երբ հրապարակեց, իրենք փորձեցին հակադարձել, թե մենք էլ ունենք, մենք էլ աշխատատեղեր կստեղծենք, հա, այսպես։ Իրենք դեռ 21 թվականից միկրոձեռնարկատիրության հետ կապված օրենսդրություն ունեն, բան, որ մարդիկ, եթե հիմա դուք գնաք անհատ ձեռնարկատեր դառնաք, ԱԾ բացեք, տարեկան եթե չեմ սխալվում, մինչև 124 միլիոն դրամի շրջանառություն եթե անեք, հարկերից կազատվեք։ Բայց այստեղ թաղված է, այսպես ասենք, շան գլուխը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած փոքր բիզնեսի աջակցության այդ միկրոձեռնարկատիրության մեջ կան սահմանափակումներ, մասնավորապես։ Դու չես կարող հարկերից ազատվել, եթե դու վարսավիր ես, եթե դու ավտո ես քանդում սարքում, խադավիկ ես ասեն, կամ մատորիստ ես, եթե դու առևտուր ես անում, ասենք խանութ ունես, փոքր խանութ ունես, բուտկա ունես, դու երկու հատ ծամոն ես առնում, բերում ծախում, դու չես կարող միկրոձեռնարկատիրությամբ զբաղվել։ Դու չես կարող միկրոձեռնարկատիրությամբ զբաղվել, եթե օրինակ բրոշներ ես սարքում, ինչ որ փոքրիկ նվերներ ես, հուշանվերներ ես սարքում, 1000 դրամով ծախում ես, ու ինտերնետում, ասենք, դնում ես Wildberries-ում ծախում ես, դու չես կարող միկրոձեռնարկատիրության արտոնությունից օգտվել։ Բա ով կարող է օգտվել։ Այսինքն հիմար ձևակերպումներ, ծառայություն մատուցողները։ Ինչ ծառայություն։ Մարմնավաճառի ծառայություն մատուցողը կարող է օգտվել Նիկոլի միկրոձեռնարկատիրությունից, թե Թուրքին իրենց մարմինը վաճառողները կարող են կամ հոգին վաճառողները կարող են դրանից օգտվել, էլի իրենք։ Այսինքն, խնդիրը այստեղ բովանդակության մեջ է։ Իսկ ինչ է ասում Սամվել Կարապետյանը, ասում է բոլորին, անխտիր բոլորին, բուլկի ծախողին են ազատում հարկերից, նրան էլ վարսավիրին եւ այլն։ Ինչու՞, որովհետեւ մարդը, եթե մարդը խադավիկ է, ավտո է սարքում եւ աշխատում է ամիսը, ասենք 200,000 դրամ, այդ մարդը չի կարող տանել 25% վճարել հարկ, որը կազմում է հսկայական գումար, այդ մնացած գումարով այդ մարդը պիտի այդ հարկերից, որտեվ այսպես թե այնպես իր վճարած հարկն էլ պետական բյուջեի մի եսիմիշ տոկոս չի կազմում, այդ մարդուն պիտի թողես ազատ, հանգիստ, որ ինքը կարողանա շնչի, որ կարողացավ շնչել, այդ մարդը կարողացավ մի քիչ լրացուցիչ եկամուտ ստանալ, կմեծացնի իր բիզնեսը, նոր մարդկանց կընդունի աշխատելու, նոր մարդիկ իրենց ընտանիք փող կտանեն,
երկիրը կզարգանա, գումարի շրջանառություն տեղի կունենա ու դրանից բյուջեն ավելի կշատանա, քան թե բռնես ասենք 200,000 դրամ աշխատող մարդուն ասել, այ դու վարսավիր ես, դու արտոնությունից չես օգտվի։ Հիմա սա պետք է բացատրել, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա տարբերությունը Փաշինյանի առաջարկածի եւ Սամվել Կարապետյանի նորաստեղծ ուժի։ Իդեպ, քանի որ խոսեցիք ուժեղ Հայաստանի մասին, եկեք դե շատ լավ անուն են ընտրել, շատ գալիս է, որովհետեւ Նիկոլի բերած են հիմար արտահայտությունը իրական Հայաստան ջարդում է ուժեղ Հայաստանը այդ արտահայտությանը, որովհետև ուժեղ Հայաստանը հասկանալի է, իրական Հայաստան է դառնալու։ Իրական որն է իրական? Ծնկած Հայաստանն է իրականը, թուրքացած Հայաստանն է իրական։ Հայաստանի մեջ ամեն ինչ մտնում է։ Ճիշտ է։ Ու նկատել եք հետաքրքիր բան, երեք խոշոր ընդդիմադիր ուժերը երեքն էլ Հայաստանով են։ Մեկը Հայաստան, մեկը ուժեղ Հայաստան, մյուսը Բարգավաճ Հայաստան։ Հուսանք, որ հենց այդ ուժեղ Հայաստանը իսկապես Բարգավաճ Հայաստանը, ուժեղ Հայաստանը, ի վերջո այդ Հայաստանը, այն Հայաստանը, որը մենք երազում ենք, դա հաղթի։ Ուժեղ Հայաստանը դառնա ուժեղ Հայաստան, որովհետև մեր բոլորի երազանքը դա է։ Լավ, հիմա ուժեղ Հայաստանի քաղաքական տեսանկյունից փոքր-ինչ անդրադառնանք, մտան հստակ ծրագրով, տնտեսական ծրագիրը շատ այսպես թափանցիկ ներկայացրեցին։ Ճիշտ ասած, մինչև հիմա մենք այդպես ականատես չենք եղել, չէ՞ որ ընտրությունների ընթացք գնացող ուժը, մինչ նախընտրական ակտիվ պայքարը, այս բուկլետներ բաժանելուց բացի, որը համարյա ոչ ոք էլ չէր կարդում, չէ՞, դնում էին դարակում մնում էր։ Նրանք սկսեցին մարդկանց ուղեղին հասցնել կետ առ կետ, այդ ամենակարևոր 5 կետերով։ Սա մի կողմից տնտեսական ծրագիրը ճիշտ ասեցիք, շատ կարևոր էր, հա, այդ կեղծ խաղաղության բարբաջանքներից հեռու։ Հիմա մյուս կողմից շատ կարևոր էր, որ ներկայացավ հենց ինքը որպես վարչապետի թեկնածու։ Հիշում ես Նայիրի, մենք միշտ որպես քաղաքական նաև լրագրողներ ասում ենք, ի վերջո ամեն մի քաղաքական ուժ իր ստվերային կաբինետը մինչ ընտրությունները եւ նաեւ գուցե ընտրության հենց պահին պետք է դնի ընտրողի սեղանի վրա, որից գնում եմ X ուժին քվեարկելու իմ ձայնը տալու։ Ես իմանամ ով է նրա վարչապետը լինելու, ով է լինելու արտգործնախարարը, ազգային ժողովի նախագահը, այ հիմքվա այս պատկերի վրա պատկերացրեք, չէ՞ որ մարդիկ հասկանային ովքեր են այդ մարդիկ լինելու։ Եվ շատ անկեղծորեն հայտարարեցին Սամվել Կարապետյանի մասին։ Հաջորդ անկեղծ քայլը առաջին ցուցակի առաջին համարի մասին խոսելն էր։ Ասացին, որ առաջին համարը ցուցակը գլխավորելու է Նարեկ Կարապետյանը։ Ես իսկապես անկեղծ ասած, որպես լրագրող շատ դրական եմ նայում այս ընթացքին, որովհետև շատ թափանցիկ անկեղծ ժողովրդի հետ մտնում է այսպես նախընտրական գործընթացի մեջ։ Հիմա եկեք տեսնենք ինչ է կատարվում իշխանության դաշտում։ Մի մեծ վայնասուն նախ այդ 5 կետերի շուրջ հիմա է սահմանադրականության շուրջ, ասում են, մեկը մյուսին այսպես իրար, հա, այսպես շարունակելով պաշտոնյաները քպեական, իրար լրացնելով եւ Փաշինյանի հրահանգը իհարկե կատարելով, թե Սամվել Կարապետյանը ոչ կարող է վարչապետ լինել, ոչ էլ պատգամավոր։ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Հիմա ես քիչ առաջ նայում էի իրավաբաններից մեկը ասում է, հանկարծ մեկ օրում բոլորը դարձան սահմանադրագետ։ Այդ ինչը թույլ չի տալիս սահմանադրությունը։ Իդեպ կուզեմ որ դուք ասեք Նայիրի, որովհետև այդ սահմանադրական փոփոխ, բայց տեղյակ եք, չէ՞։ Ես կխուսափեմ խոսել սահմանադրության մասին, կրկնում եմ, որովհետև ինչ էլ որ խոսեմ, դա այսպես կիսագրագետ բան կլինի։ Թող սահմանադրության մասին խոսեն իրավաբանները, սահմանադրագետները։ Ես գիտեմ, որ սահմանադրությունը չի արգելում դա։ Բայց եկեք այստեղ հարցին այլ կերպ մոտենանք։ Այդ ինչի են այդքան խառնվել իրար։ Սամվել Կարապետյանը ոչ պատգամավորի թեկնածություն է դնում։ Եվ վարչապետի թեկնածության մասին խոսվում է միայն բանավոր, չէ՞։ Պաշտոնապես հայտարարեց Նարեկ Կարապետյանը, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, չէ՞։ Այո, եթե հաղթեն, այդ հարցը նոր կդրվի։ Այ մարդ, եթե հաղթեն, ձեր ինչ կորցնա, Սամվել Կարապետյանը կլինի, թե ով կլինի։ Եթե հաղթի ընդդիմությունը ինքը կորոշի, թե ով կլինի։ Սահմանադրությունը թույլ կտա կլինի Սամվել Կարապետյանը, թույլ չի տա, ոչ մի պարագայում թույլ չի տա։ Ձեր որտեղն է մռմռում, որ այդպես ձեզ կոտորում եք խոսքը ԿՊ-ի մասին է։ Հիմա դա ինչ է նշանակում։ Կնշանակի վախերը, այսինքն վախը ամենաշատը Սամվել Կարապետյանից է։ Կարող ենք ասել, որ հիմնականում իրենք են տեսնում այլ ընտրանքը։ Վախը Սամվել Կարապետյանից է ու գումարած ընդհանուր առմամբ ընդդիմության միավորվելուց, որտեղ շատ լավ են հասկանում, որ եթե ընդդիմությունը միավորվում է, եթե կարողանում է ընդդիմադիր մի քանի ուժ ծրագրով խոսել, ոչ թե ուղղակի
այսպես Նիկոլին հայհոյել, օրինակ 21 թվականի ընդդիմության գլխավոր սխալներից մեկն այն էր, որ իրենց պայքարը կառուցել էին ոչ թե ասելիքի, այլ հայհոյան, ну, չասեմ հայհոյան, ընդդեմ Նիկոլի, ասենքն այս գործոնի վրա։ Իսկ հիմա այդպես չի, հիմա ամեն մեկը իր ասելիքի, իր ծրագիրն է ներկայացնում ժողովրդին։ Ժողովրդի այն հատվածը, որին առաջին հերթին տնտեսությունը եւ բարգավաճումն է, զարգացումն է հետաքրքրում, գնում է օրինակ Սամվել Կարապետյանի հետևից։ Ժողովրդի այն հատվածին, որին առաջնային հետաքրքրում է Արցախը, որին հետաքրքրում է մեր ազգային պայքարը եւ այլն, գնում է օրինակ Քոչարյանի թիմի հետևից, նայած ով ինչի մասին է խոսում։ Փոշիանա էլի այդ ձայները, այս խոշորների դեպքում չի Փոշիանա, բայց ասենք այնտեղ մանր ինչ որ բաներ կան, չեմ ուզում անունները տալ։ Իդեպ հետաքրքիր է, ինձ էլ բազում անգամներ առաջարկել են, թե դու ունես հանրային լայն վստահություն, ամսական իմ լսարանը օրինակ սոցիալական հարթակներում գերազանցում է 5 միլիոնը։ 5 միլիոն մարդ ամսվա ընթացքում նայում է։ Բա այդքան մարդ քեզ հետևում է, հանրապետությունում բոլորը ճանաչում են, արի մի կուսակցություն բաց, ասում եմ, հույս խելագար չեմ։ Ինչ հիմարություն է կուսակցություն բացել։ Եվ փոշի ասեն ընդդիմության ձայները։ Կուսակցություն բացելու համար, եթե դու իրոք ուզում ես լուրջ նպատակներ ունես հաջողության հասնել, դու պիտի ունենաս մի քանի կարևոր գործոն։ Մեկը փող, շատ փող, որովհետև դու չես կարող ուղղակի այսպես լավ բաներ խոսել եւ երկրորդը մարդկային մեծ ռեսուրս։ Եվ երրորդը կայուն ծրագիր, գումարած քաղաքական փորձ։ Շատ անկեղծ ասեմ, ես փող չունեմ։ Շատ փող չունեմ ես։ Ինչ էլ որ ունեմ, հիմա բանկում կալանքի տակ է Խաչատուր Սուքիասյանի թեթև ձեռամբ։ Այսինքն այլ կերպ ասած, փող չունեմ, որպեսզի ես կարողանամ կուսակցություն ստեղծել։ Էլ չեմ ասում, իմաստ էլ չկա, ասենք թե 150-րդ կուսակցությունը եղավ, հետո ինչ դրանից։ Նարեկ ջան, ես կառաջարկեմ քո ներուժը եւ ազգային քո տեսակը արդյունավետ կաշխատի ցանկացած այս մեր թված ազգային դաշինքների մեջ կամ կուսակցությունների մեջ։ Այդ որպես ընկերական խորհուրդ, այսպես ասում են, շատ կուզենամ, որ քեզ տեսնեմ որևէ մի տեղում, որովհետեւ մենք պիտի լուրջ մտածենք, հա, մենք ինչ падգամավորներ ունեցանք 8 տարի։ Խայտարակությունը չէ այդ պատկերը։ Հետևաբար ազնիվ հայրենասեր այդ տեսակը պիտի գնա։ Այո, պիտի մտնի խորհրդարան ու պիտի չասի թե ես իշխանության համար չեմ պայքարում։ Չէ, պայքարիր նաև դու եւ քո տեսակը։ Գնացեք, մտեք խորհրդարան, գնացեք, մտեք կառավարություն եւ մեր երկրի գլխի իրավիճակը փոխեք մեր երկրի։ Շնորհակալություն իհարկե նման գնահատանքի համար, սիրելի Արմին է, բայց կա մի քանի բայց։ 1. Առաջին Ես իհարկե օգնել եւ օգնում եմ առանցքային ընդդիմադիր ուժերին, եթե տեսնում եմ անկեղծություն կա, ազնվություն կա, ոչ թե պատեհապաշտություն եւ ինչ որ պաշտոնամոլություն, ես իրենց օգնում եմ։ Փառք Աստծո, ես իմ կյանքում իմ տեղը գտել եմ, ես ունեմ այն հնարավորությունները, որ ես ինքս կարողանամ իմ ճանապարհը հարթել, ինչ վերաբերում է քաղաքական գործունեության, այսինքն լինել իշխանության մեջ, ապագա իշխանության մեջ։ Ես երբեք որևէ քաղաքական ուժի չեմ գնա, սկսի խնդրել, որ վայ, գիտեք, եթե իրենք նպատակահարմար են գտնում, իմ տեղն էլ գիտեն, իմ հասցեներ ունեն, ես ասում եմ, ես ընկերություն անում եմ շատ-շատերի հետ։ Նարեկ Կարապետյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, շատ մտերիմ ենք իրար հետ։ Եթե իրենք օրինակ համարեն, որ իմ մասնակցությունը կարևոր է իրենց քաղաքական ուժի մեջ, իրենք իմ բոլոր կոնտակտները ունեն, կարող են։ Եթե նպատակահարմար չհամարեն, էլի իրենք մնում են ինձ համար հարգված մարդիկ, որոնց ես օգնել եմ, կօգնեմ եւ կփորձեմ այնպես անել, որ իրենք հասնեն հաջողության, որտեղ իրենց հաջողության հասնելը օգուտ է մեր բոլորին։ Իսկ ես կշարունակեմ իմ ճանապարհը։ Ես չեմ դառնա Էդմոն Մարուքյան։ Մարդ, որը երևի այսքանը բավարար է, հասկանալի լինի, ես ինչ չեմ անի։ Հասկացա, Նայիրի ջան, անցնենք առաջ եւ հիմա ես չեմ կարող չխոսել մի խիստ մտահոգիչ հարցի հետ կապված, այս մարդիկ մենք խոսեցինք այն մասին, որ այս իշխանությունը ընդդիմության ձայնը լրացնելու համար տարբեր գործիքակազմեր այս տարիների ընթացքում օգտագործել, տեսնում ենք սարսափելի սուտ, կեղծիք, Բաքրատ Սրբազանի հետ կապված չի, ամեն դատական գործընթացի ժամանակ մի այսպես լույս է սփռվում,
տեսնում ենք, թե ինչ խայտառակ գործ են կարել, ձայնագրությունները ինչպես են խմբագրել, սարքել իրենց ուզած տարբերակով, որպեսզի մեկ նպատակի համար, որ Բաքրատ Սրբազանին ու իր թիմակիցներին, այդ բոլոր մարդկանց 17 արդարներին, ինչպես ասում ենք, ահաբեկիչ ներկայացնեն։ Տեսանք ինչ խայտառակ կեղծիք Արշակ Սրբազանի հետ կապված ընդամենը 3 է բացահայտվել միջազգային փորձագիտություն, ասում է, որ սարքված են այդ անվայելուչ, այդ, չգիտեմ, ինչ անուն դնել այդ տեսանյութերը, գիտես արդեն ինչի մասին է խոսքս։ Այսինքն սրանց ստերի փուչիկը անընդհատ այսպես պայթում է իրար հետևից, դրան էլ գումարած Ալիևն է նպաստում խաղաղության փուչիկի պայթեցմանը։ Բայց ես ուզում եմ դառնալ անձամբ քեզ հետ կատարվողին, դու եւս այն մարդկանց դաշտում ես, որն այս իշխանության թիրախում է եւ բավական երկար ժամանակ ես նայրի, որտեվ դու ճշմարտախոս մարդ ես, բացահայտեցի շատ բաներ դեռ տարիներ առաջ պատերազմական իրողությունների հետ կապված, որոնք չէր ցանկանա Նիկոլ Փաշինյանը բնականաբար լսել, դու համարձակորեն դա արեցիր եւ դու նրանց թիրախում ես։ Եվ հիմա նորից հերթական քրեական գործը քո դեմ մի փոքր ներկայացրու, խնդրեմ, որովհետեւ բոլորս մտահոգվեցինք, ես էլ տեսա քո գրառումը քո անշարժ գույքի բնակարանի հետ կապված ինչ-որ կալանքի տակ, ինչ է կատարում, լավ, ինչ են ուզում, հասկանալի է, լռեցնել են ուզում Նայիրի Հոխիկյանին, թեպետ քո տեսակը լռող չէ, ես հասկանում եմ, բայց ինչքանով է վտանգավոր այս նոր հարուցված գործը։ Առավելագույնը պիտի կալանավոր են, օրինակ։ Դե ասենք, եթե Բագրատ Սրբազանի նման մարդը կալանքի տակ է, ես ով եմ, որ ես կալանքի տակ չլինեմ։ Իսկ ընդհանրապես, այսպես ասեմ, այո, դեռ 2021 թվականից է սկսվել հետապնդումը իմ դեմ, այն պահից հետո, երբ ես մերժեցի Խաչատուր Սուքիասյանին, մերժեցի այս իշխանությանը, ամեն կերպ մերժեցի իրենց հետ ճանապարհ գնալ, դրանից հետո սկսվեցի։ Նախ 2021 թվականի հունվարին, երբ որ Խաչատուր Սուքիասյանի հետ հանդիպում տեղի ունեցավ եւ եղան առաջարկներ եւ ես ասացի ռուսների սիրելի բառը, արտահայտությունը, դրանից հետո իրենք գնացին իմ ասած ուղությամբ, որ ես իրենց ուղարկեցի, բայց սկսվեց առաջին այսպես քարոզչական հարձակումը իմ դեմ այն առումով, որ իբր թե ինձ սարքեցին Քոչարյանական։ Հիշում եք, շատ են տարածում Քոչարյանական է, ես կողմ են կողմ։ Ես Ռոբերտ Քոչարյանի հետ բազմիցս հանդիպել եմ, շատ հարգում եմ այդ մարդուն եւ երբեք չեմ թաքցրել, որ ունեմ հարգանք իր նկատմամբ, որպես մեր նախագահներից մեկը, ով չի դավաճանել այս երկիրը։ Բայց ես Քոչարյանի թիմի մեջ երբեք չեմ եղել։ Ես դաշնակցությանը շատ հարգում եմ, բայց դաշնակցական չեմ։ Բայց սրանք ամեն կերպ նախ փորձեցին վարկաբեկել ինձ։ Չստացվեց։ Կամ ստացվեց ինչ որ մարդկանց մոտ, մարդիկ ովքեր հիմար են, կարող էին եւ հավատալ, իրենց խնդիրն է։ Հետո սկսվեց Լապշինի հայտնի գործը։ Երբ որ հրյա բլոգեր Ալեքսանդր Լապշինը ինձ մանրամասն պատմել էր, ձայնային հաղորդագրություններ էր ուղարկել, հետո երբ որ ես Լապշինին խնդրում ու պահանջում էի, որ հրապարակիր, այդ թվում բաներ, որ Լապշինն ասում էր, գիտես, ես վախենում եմ խոսել այն մասին, որ Նիկոլը պատերազմից առաջ ասել է, որ Արցախը հանձնելու է մի քանի հազար զոհ եւ այլն, ասում էր, գիտես, Նիկոլը ինձ կսպանի, դրա համար կմեղադրի Ռոբերտ Քոչարյանին եւ այլն, այդ բոլոր ձայնային հաղորդագրությունները կան։ 21 թվականին ԱԱԾ-ն ինձ հարցաքննության հրավիրեց եւ տեղում բռնությամբ վերցրեց հեռախոսս, մտածելով, որ այդ հեռախոսը բռնագրավելով իրենք բոլոր փաստական ապացույցները կվերացնեն։ Իհարկե ես միամիտ մարդ չէի։ Ես նախորոք այդ բոլոր ձայնային հաղորդագրությունները ուղարկել էի Արցախ, այն ժամանակ Արցախը մերն էր։ Արցախի մեր հայրենակիցները դրանք ապահով տեղում պահել էին եւ երբ իրենք դատարան դիմեցին Ուկրաինայում Հայաստանի այն ժամանակվա դեսպան Վլադիմիր Կարապետյանի գլխավորությամբ, հայցով եւ այլն, դատարան դիմեցին, վստահ էին, որ ես փաստեր չունեմ։ Ես փաստերը բերեցի, 2 տարուց ավել դատական գործընթաց եղավ եւ իրականում ես հաղթեցի, որովհետեւ փաստերը ապացուցեցին ամեն ինչ, բայց դատարանը մարտի 27-ին 23 թվականի մարտի 27-ին պիտի վճիռ կայացներ եւ հանկարծ դատավորին կանչեցին հակակոռուպցիոն դատարան, ինչ որ մի կոռուպցիայի գործով, կաշառքի գործով։ Եվ հանկարծ դատավճիռը 2 օր հետաձգվեց։ 2 օր հետո մարտի 29-ին
վճիռը պիտի հրապարակվեր, բայց մինչև վճռի հրապարակելը իշխանական լրատվամիջոցները եւ բարձրագույն դատական խորհուրդը, ԲԴԽ մամուլի խոսնակով, բանով եւ այլն սկսեցին տարածել, բա չեք ասի Նաիրի Հոխիկյանի դեմ վճիռ է կայացվել ի օգուտ իշխանության Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Կարապետյանի։ Ես պարզ հարց եմ տալիս, եթե վճիռը հրապարակված չի, եթե ոչ դատալեքսում կա, ոչ որևէ տեղում կա, բա իշխանությունը, բա ԲԴԽ-ն, այն իշխանական մեդիան որտեղից իմացան, այդպես աղմուկ տարածեցին։ Հետևաբար, ես ասացի, ուրեմն դատավորը իշխանության պատվերն է կատարում։ Այս հիման վրա, այս իմ հայտարարության քրեական գործ հարուցվեց, քրեական գործի իհարկե ապօրինի էր այն առումով, որ բացարձակ չէր համապատասխանում քրեական օրենսգրքի 489 հոդվածին, մինչև հիմա քննությունը գնում է 4 դատավոր հրաժարվել է, որից 3-ը ինքնաբացարկ է հայտնել, մեկը Արտուշ Գաբրիելյանը ձերբակալվեց, կալանավորվեց այլ գործով իհարկե, իդեպ վերջին գործը իմն էր։ Վերջին օրը դատական նիստի ժամանակ ասացի, որ ձեզ էլ է օգտագործելու Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ օրը ԱԱԾ-ն մտավ եւ կալանավորեց այդ մարդուն։ Հիմա կարծեմ 5-րդ դատավորն է, ես չգիտեմ այս դատավորը ինչ վարքագիծ կցուցաբերի, բայց դեռ այսպես ձգում են։ Մի օր դատախազն ասում է հիվանդ եմ եւ ինձ առողջ ապրելակերպ է պետք, չի գալիս։ Ամիսներ շարունակ չի գալիս դատախազը դատի, ասում է ինձ առողջ ապրելակերպ է պետք։ Ասում ենք, բա որ այս 9 տարի մենք անառողջ ապրելակերպով ենք ապրում այս հրեշների ձեռքին, այդ ոնց ենք դիմանում, դուք մի օր մրսել եք կամ փորլուծություն ունեք, չգիտեմ ինչ բան առողջ ապրելակերպ։ Դե իրենք էլ չեն դիմանում, էլի։ Ես իրենց էլ եմ հասկանում, որ չեն կարող ոնց ապացուցեն անմեղությունը։ Հետո էլի դատական գործեր, մյուսը վերաբերում է կոնկրետ Դանիել Հովհաննիսյանը չի կատարել, այսինքն դիմել էր դատարան, դատավորը լրիվ անհիմն կերպով ինչ որ վճիռներ էր կայացրել, որը մենք բողոքարկել էինք եւ վերաքննիչը ոչ թե իմ դեմ վճիռ կայացրեց, այլ Դանիել Հովհաննիսյանի եւ պարտադրեց, որպեսի նա ինձ փոխհատուցի իմ կորուստների, ֆինանսական կորուստների համար։ Մինչև հիմա այսպես տանում է բերում, բայց դեռ չի կատարել։ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան, որ ես իրեն անվանել եմ պորնո դերասան։ Ամբողջ ինտերնետը լցված է այդ մարդու դերերով, ինքը նեղանում է, որ ես իրեն պորնո դերասան եմ անվանել։ Առաջին ատյանի դատարանը մերժեց Ալեն Սիմոնյանին։ Վերաքննիչ դատարանը մերժեց։ Վճռաբեկ դատարանը բեկանեց գործը, համարելով, որ առաջին ատյանի դատարանը չի հուշել, չի օգնել Ալեն Սիմոնյանի փաստաբանական խմբին իր պարտականությունների եւ իրավունքների մասին։ Հիմա նորից գործը եկել է սկիզբ եւ նորից պիտի ես ապացուցեմ, որ Ալեն Սիմոնյանը պորնո դերասան է, ինքն էլ պիտի ապացուցի, որ ինքը պորնո դերասան չի։ Ես պատկերացնում ինչ հետաքրքիր դատավարություն։ Հրավիրում եմ եկեք դատավարության։ Մանավանդ իր բոլոր փաստերը կան, որ դու ապացուցես, Նաիրի, վստահ եմ։ Ինտերնետը լիքն է նրա կատարած։ Հիմա ես որ ասեմ, այդ մարդը մեռելի դերել է կատարել, մահացած մարդու դեր է կատարել։ Հիմա որ ես ասեմ այդ մասին, պիտի նորից դատի տա։ Բայց փաստը կա, չէ՞ որ արի զգուշ լինեն, քանի իրենք իշխանության են, ինչպես ասում են, գրիչնել է իրենց ձեռքը, թուղթնել, ամեն ինչի սրանք գնում են։ Իրենց ձեռքը ոչ մի բան չկա, ես ձեզ հավատացնում եմ։ Ինչը որ իրենց ձեռքը կլինի հունիսի 7-ից հետո, ես կասեմ։ Իսկ ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանին։ Խաչատուր Սուքիասյանը 25 թվականի դեկտեմբերին ամերիկյան մի լրատվամիջոց հրապարակել է հոդված, որտեղ պատմում է, որ Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը մյուսները ըստ ամերիկյան լրատվամիջոցի զբաղվում են թմրաբիզնեսով եւ մարմնավաճառների բիզնեսով։ Եվ դա տարածվեց, բոլոր լրատվամիջոցները դրեցին, այո։ Խաչատուր Սուքիասյանը դիմել է դատարան, պահանջելով, որ ես հերքեմ ամերիկյան լրատվամիջոցի ասածը։ Ակունք իմաստության։ Սա իհարկե շատ վատ նախադեպ է իրականում։ Դե հիմա դատավորն էլ չգիտես ինչու որոշել է իմ ունեցվածքի բանկային հաշիվների բնակարանի մեքենայի վրա արգելանք դնել, որ ինչ, ես դեռ դատը չկա, դեռ ինձ ծանուցագիր չեն ուղարկել, դեռ որևէ փաստաթուղթ չեն ուղարկել, ես հասկանամ ինչի հիման վրա։ Գիտեն, որ միևնույն է շահելու, ես մտածում եմ, իսկ այս գլխից արդեն վնասենք ես։ Ավելին ասեմ, ունեմ ընկերներ, որոնք որոշակի ֆինանսական այսպես ունեցվածք ունեն,
այս մարդկանց այսպես բարեկամաբար զգուշացրել են, որ հանկարծ չփորձեք Հոխիկյանին օգնել, որտեվ դուք էլ վատ վիճակում կընկնեք։ Այնքան ճղճում են, սրանք չեն հասկանում, որ ես այնքան օգնող մարդիկ ունեմ, կամ ես որևէ այդպես բան չեմ, էլի սոված մնացող չեմ։ Նույնիսկ բայց եթե սոված մնամ, ոչ ճամբար եմ փոխելու, ոչ ուրանալու եմ իմ հայրենիքն ու եկեղեցին, ոչ էլ իրենց նման թուրք եմ դառնալու։ Այս միանշանակ, անկախ նրանից, անկախ ամեն ինչից, ուղղակի ցավալին մի ուրիշ բան է։ Արդեն քանի տարի, 5-6 տարի այս գործընթացն է, չէ՞։ Շատ դեպքերում ես առաջինն եմ հարվածի տակ ընկել։ Օրինակ նույն Արցախը վաճառելու հետ կապված, երբ շատ մարդիկ պարզապես խոսում էին, ես փաստերով էի խոսում, ու շատ մարդիկ կարող էին այն ժամանակ ինձ աջակցել, թիկունք կանգնել, չկանգնեցին, ավելին, սկսեցին կասկածի տակ դնել իմ խոսքերը, այդ թվում իրավաբանական հանրույթից եւ այլն։ Այս առումով ես ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել որոշ փաստաբանների, որոնք ամենասկզբից իմ կողքին են եղել մինչև այսօր։ Մեկը Լուսինե Վիրաբյանն է փաստաբան, մյուսը Վրեժ Խաչիկյանն է փաստաբան։ Շատ կարևոր է հիշատակել Արա Զոհրաբյանի անունը, ով մշտապես եղել է, Արմինե Ֆանյանը, բայց որպես իմ փաստաբաններ առաջին իսկ օրից իմ կողքին եղել է Լուսինե Վիրաբյանը, որը բոլոր օրինական միջոցներն օգտագործել է, որպեսզի ես զերծ մնամ այս իշխանության օրինական եւ ապօրինի հարվածներից, հա։ Վրեժ Խաչիկյանը, քրեական գործի հետ կապված Վրեժ Խաչիկյանն է եւ Լուսինե Վիրաբյանը։ Ինչու եմ ես շնորհակալությունը հայտնում։ Մարդիկ են, ովքեր իմ կողքին են մշտապես։ Իսկ շատ մարդիկ, ովքեր այսօր օրինակ Նիկոլ Փաշինյանի հանցանքների մասին խոսում են եւ իդեպ նաեւ իրեն շուրջ աղմուկ են ստեղծում, թե տեսեք Նիկոլը այսպես։ Տարիներ առաջ այդ նույն մարդիկ, ասենք, կասկածի տակ էին դնում իմ ասածները եւ որովհետեւ իրենց այդ պահին Նիկոլը ձեռնտու էր։ Ես շատ ցավում եմ, որ այսօր ընդդիմադիր հատվածում այն ժամանակ ընդդիմադիր չէին, հիմա ընդդիմադիր են։ Հասկանալի։ Ես շատ ցավում եմ, որ հիմա ընդդիմադիր կեցվածք են ընդունել, ու այ դրանից շատ վախենում եմ, որ քաղաքական մարմնավաճառները չդառնան ընդդիմադիր եւ այսօրվա իշխանության այսպես ասենք ծոցից դուրս չգան գնան մտնեն ընդդիմության ծոցը եւ ընդդիմությունն էլ ասի դե գիտեք ոնց բա ինչ անենք, դա քաղաքականություն է։ Ասում են քաղաքականությունն անբարոյականություն է, ես համաձայն չեմ դրա հետ։ Քաղաքականությունը անբարոյականություն է այն դեպքում, երբ անբարոյականներն են զբաղվում քաղաքականությամբ։ Համաձայն եմ, այո։ Ինչ շատ հաճախ հարց են տալիս, բա ինչու դու ակտիվ որևէ ինչ-որ մի բանի մեջ չես, ես պիտի մի 10 անգամ փորեմ, գտնեմ, տեսնեմ, արդյոք այստեղ անբարոյականություն չկա, նոր մտնեմ այդտեղ։ Դրա համար ես որևէ տեղ չկամ, ոչ թե չկամ նրա համար, որ բոլոր տեղերում վատն եմ տեսնում, այլ չկամ նրա համար, որ պիտի հասկանամ, համոզվեմ, որ մաքուր են։ Շատ կարևոր բան ասեցի, Նայիրի ջան, սրանով նաև մենք եզրափակենք, մեր եթերաժամանակն արդեն ավարտվել է, ուղղակի ես հիշեցի տարիներ շարունակ մեր քաղաքական դաշտում եղել է այդ առնետավազքը, հա, հենց սկսվել են իշխանության այդ ընտրական գործընթացները, փորձել են հասկանալ որտեղ կարելի է արագ տեղ գտնել, հա, ում անձրևանոցի տակ կարելի է մտնել։ Ես վախենում եմ հիմա եւս դրանից, իդեպ 30 արդեն ԿՊ-ից որոշակի բանակցություններ կան տարբեր տեղերի հետ, այդ թվում ինձ հետ են փորձում ԿՊ-ից բանակցել, որ ես քաղաքական ուժ չունեմ, բանակցում են մեզ կօգնես, ասում եմ էլի ռուսների ասած են գեղեցիկ խոսքը, որ ուղարկում է համապատասխան տեղ։ Իդեպ ասեմ, վերջինս իրենց ներքին քվեարկություններ են, չէ՞, ԿՊ-ում հիմա այդ իրենց կառույցում լինում 38 անձ դեմ է, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, ներսում ջաքեր է տալիս եւ այս ջաքերից պետք է ճիշտ օգտվենք բոլորս եւ ազգային անձիկ, հանրային գործիչներ, ինչպես դու ես, եւ մենք լրագրողներս, լրատվամիջոցներս, որքան էլ մեր բերանել են իդեպ ուզում փակել, նոր օրենք են ուզում նախագիծ է շրջանառվում լրացնելու համար, բայց երկրի խնդիրն է, լրել չենք կարող, պիտի պայքարենք, որպեսզի Փաշինյանը չհասնի իր հրեշավոր ծրագրի իրականացմանը։ Ներողություն եմ խնդրում, այդ բերանը փակելու առումով շատ վտանգավոր նախադեպ է այն, ինչ հիմա Խաչատուր Սուքիասյանը իմ դեմ դիմել է, այսինքն ցանկացած դեպքում հղում կատարելով ինֆորմացիա հրապարակելը, եթե Խաչատուր Սուքիասյանին Աստված մի արած է հաջողվի ինձ օրինակ հաղթել, որը անհավանական բան եմ համարում։ Ես
հղում եմ տվել, ասել եմ, սա այսպեսի բան է ասում, ինչ որ բոլոր լրատվամիջոցներն անում են եւ ոչ միայն քաղաքական գործիչներն էլ են ասում, եթե իրեն հաջողվի հանկարծ հաղթել, ապա դա շատ վատ նախադեպ կլինի լրատվամիջոցներին հալածելու առումով, այսինքն կարող են այդ դատական վճիռը մեջ բերել, մատնանշել եւ հաղթել դատարանները։ Ես էլ մեծ անհանգստություն ունեմ, որովհետև վերջերս առիթ եմ ունեցել Ռուբեն Ռուբինյանը, քան դեռ փոխնախագահ է, հա, ԵԽԽՎ չէր տեղափոխվել, հարցազրույց է դրսում եւ ինքը ուշադիր ուզում էր տեսնել, թե ես որ լրատվամիջոցն եմ ներկայացնում, հա, հələ մենք ձեր հարցերը կտեսնենք, հələ մի հատ հասկանանք, այսինքն դուր չեկավ իրեն այդ սուր հարցերը իմ, որ պետք է ինքը պատասխաներ եւ մտածում էր արդեն հաշվեհարդար տեսնելու մասին։ Այս մարդիկ ամեն ինչի են գնալու, ասված տա որ չհասցնեն, որովհետև հասցնելու դեպքում մեր երկիրը ուղղակի վերջնականապես կթրքանա բոլոր առումներով եւ մենք պիտի պայքարը մեր մղենք եւ դա ասում եմ հրապարակավ, իմ բոլոր գործողություններն ու քայլերն հրապարակավ են, իդեպ չխոսեցինք Ալեն Սիմոնյանի Դորս հեռուստատեսությանը տված այդ խայտարակ հայտարարության մասին, եկեղեցուն ուղված, բայց իրենք չեն, չէ, իրենք չեն դատապարտվում, իրենք չեն խորապես թքած ունեմ, իրանք ինչ են խոսում, մենք խոսում ենք անբարոյականության, անսահմանության մասին։ Եթերով մանկապղծության մեջ է մեղադրում էր եկեղեցական։ Հիտլերը ֆաշիստ էր, չէ՞։ Ֆաշիստ էր, չէ՞։ Գերմանացիները ֆաշիստ են։ Ոչ։ Հիմա որ Հայաստանի իշխանությունը հիմար է, դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը կամ Հայաստանի պետությունը հիմար է։ Շնորհակալ եմ, այսպես ամփոփենք Նարի ջան, շնորհակալ եմ անկեղծ մեր այս զրույցի համար։ Վերհիշեցնեմ, այսօր Մենքի տաղավարում հանրային գործիչ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն Նաիրի Հոխիկյանն էր, լավ եղեք, կհանդիպենք։